Իսկ ինչ է նշանակում լիարժեք քուն, եւ եթե մենք փորձենք սահմանել դասական, գիտական մոտեցմամբ եւ մեր օրերում, արդյոք դրանք համարժեք են եւ նույնն է, թե ոչ։ Արտակարգ հարց եք տալիս։ Նախ ասեմ, ապացուցողականության կողմից գանք, կա ռեկոմենդացիա, guideline, ուղեցույց Ամերիկյան ակադեմիայի կողմից քնի բժշկության, որ չափահաս մարդը, ես 18 եւ բարձր մարդկանց չափահաս եմ ասում, այսինքն 88-ն էլ չափահաս։ Չափահաս մարդիկ պետք է քնեն առնվազն 7 ժամ։ Դա ոնց որ ապացուցված է տարբեր հետազոտական աշխատանքներով, ցուցադրված է, որ 7 ժամից պակաս քնողները, հատկապես 6 ժամից պակաս քնողները միջինում ունենում են ավելի շատ հիվանդություններ, մահացության տոկոսն է ավելի բարձր իրենց մեջ, եւ այսպիսով առողջ միջակայքը համարվում է 7-ից 9 ժամ։ Դա գաղտնիք չի, ամենտեղ դա գրված է, մնում է հետևել դրան։ Իհարկե դեռահասների եւ մանկական տարիքում արդեն պահանջները մի փոքր այլ են, ավելանում է ժամանակը։ 8 ժամ, 9 ժամ, նայած ինչ տարիք է, փոքր երեխաները գիտենք, որ ավելի շատ են քնի կարիք ունենում, դա բնական ինչ որ կառուցված